Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք ցեղասպանությունը եւ արևմտահայերի տարագրումը, մաս 2։ 1917 թվականին Ռուսաստանի ժամանակավոր կառավարության օրոք ավելի քան 150,000 բռնի տեղահանված հայեր վերադարձան Արևմտյան Հայաստան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իշխանության եկած բոլշևիկների վարած արտաքին քաղաքականության հետևանքով նրանք ստիպված կրկին հեռացան իրենց հայրենիքից։ Կիլիկիայում նույնպես հայության որոշակի վերադարձ եղավ այդ տարիներին։ Դաշնակից պետությունների խոստումները սակայն հոդս ցնդեցին, եւ այնտեղ, ինչպես խոստացված էր, հայկական պետականություն չստեղծվեց Ֆրանսիայի հովանու ներքո։ 1921 թվականի վերջին Կիլիկիան եւս հանձնվեց քեմալականներին, եւ այն նույնպես դատարկվեց հայերից։ Ոչ իրենց կամքով գաղթական դարձած հայերին թուրքական կառավարությունը զրկեց հայրենի եզերք վերադառնալու իրավունքից, եւ նրանք հետագա տասնամյակների ընթացքում հաստատվեցին Արևելյան Հայաստանում, Ռուսաստանի մի շարք բնակավայրերում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքի ու եվրոպական տարբեր երկրներում, հոգու խորքում վառ պահելով բռնազավթված հայրենիքին վերատիրանալու ձգտումը։ Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Ռուսաստանում 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո մինչև 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը, երբ որ իշխանությունը գտնվում է ժամանակավոր կառավարության ձեռքը, այս վերջինս բավականին հայանպաստ քաղաքականություն էր վարում եւ ձեռնամուխ է եղել նպաստել նաեւ հայերի վերադարձին դեպի իր պատմական հայրենիք եւ այս ժամանակաշրջանում մոտ 150,000 հայ վերադարձել է Արևմտյան Հայաստան եւ փաստորեն հույս կար, որ նորից Արևմտյան Հայաստանը կվերաբնակեցվի հայերով։ Փետրվարյան հեղափոխությանը կարճ ժամանակ անց հաջորդեց հոկտեմբերյան հեղափոխությունը, իշխանության եկան բոլշևիկները, նրանք արմատապես փոխեցին ընդհանրապես Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որը ազդեց Արևմտյան Հայաստանի վրա եւ դրա արդյունքում փաստորեն ռուսական զորքերը սկսեցին անկանոն նահանջել, եթե չասենք փախուստի դիմել Արևմտյան Հայաստանի տարածքից եւ ոչ միայն Արևմտյան Հայաստանի, նաեւ ամբողջ Կովկասից։ Նախկինում ցեղասպանված ժողովուրդը, որ վերադարձել էր Արևմտյան Հայաստան, ենթարկվեց երկրորդ, այսպես ասած, ցեղասպանությանը։ Մյուս վերադարձի դրվագը Կիլիկիան է։ Ցեղասպանությունը եղել է ոչ միայն Արևմտյան Հայաստանում, նաև Կիլիկիայում, իհարկե նաև հերոսական դրվագներ են եղել, Մուսալեռան հերոսամարտը, բայց ընդհանուր առմամբ նաև Կիլիկիան է դատարկվել առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Թուրքիան պարտություն կրեց, հայերի որոշակի վերադարձ նույնպես տեղի ունեցավ դեպի Կիլիկիա։ Բանն այն է, որ դաշնակիցները խոստացել էին հայ ժողովրդին պատերազմի հաղթական ավարտի դեպքում Կիլիկիայում ձևավորել հայկական մի պետություն Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Եվ դրա հիման վրա էր նաև, որ կամավորական շարժում սկսվեց նաև Մերձավոր Արևելքում, դրա արդյունքում ձևավորվեց հայկական մի զորագումբ, որը պատմության մեջ հայտնի է կամ Արևելյան լեգիոն կամ հայկական լեգիոն անունով։ Արևելյան լեգիոն կոչվում է այն պատճառով, որ բացի հայերից նաև որոշ չափով արաբներ են մասնակցել այդ լեգիոնի մարտերին, բայց քանի որ գերակշռ մեծամասնությունը հայեր էին, այն անվանվեց հայկական լեգիոն։ Այս լեգիոնը լուրջ մասնակցություն ունեցել է առաջին համաշխարհային պատերազմում, մասնավորապես 1918 թվականի սեպտեմբերին տեղ ունեցած Արարայի հայտնի ճակատամարտին է իր մասնակցությունը բերել։
այն ճակատամարտն էր, որի արդյունքում փաստորեն դաշնակիցները կարողացան ճեղքել պաղեստինյան ճակատը եւ Հալեպը գրավելուց հետո թուրքերը հասկացան, որ այլևս անիմաստ է շարունակել պատերազմը եւ դա շուտով հանգեցրեց Մուտրոսի զինադադարին եւ դրանից հետո, քանի որ արդեն պատերազմը հաղթական ելքով էր ավարտվել, հայերն էլ ողջավորված էին, որ դաշնակիցները կկատարեն իրենց խոստումը եւ Կիլիկիայում կձևավորեն հայկական պետություն։ Եվ հայերի որոշակի վերադարձ տեղի ունեցավ Կիլիկիա, նաեւ այդ նույն հայկական լեգիոնը ստանձնեց տեղի վերադարձած հայերի պաշտպանության գործը, ստեղծվեց նույնիսկ որոշակի վարչական համակարգ, ասենք լիարժեք պետական հաստատություններ, բայց պետականին նման հաստատությունների ինչ որ մի համակարգ ստեղծվեց, թե վերադարձած գաղթականներին օգնելու համար, թե նրանց կյանքը կազմակերպելու համար, ոչ միայն ասենք տարական խնդիրներն էին այդտեղ լուծվում, սնունդ, հագուստ, դեղորայք, այլ նաև որոշակիորեն կրթական խնդիրներն էին արդեն սկսում ուշադրություն դարձնել։ Մի խոսքով կյանքը կարծես մտնում էր բնականon հունի մեջ, բայց քաղաքական վայրիվերումները, գործընթացները չարաղետ դեր ունեցան նաև Կիլիկիայի համար եւ 1921 թվականի վերջին Կիլիկիան էլ հանձնվեց քեմալականներին։ Քեմալական շարժումը կարողացավ ոչ միայն տապալել Սևրի պայմանագիրը, ոչ միայն նրանք կարողացան Հայաստանից գալի տարածքներ նվաճել, այլ նաև կարողացան հասնել Կիլիկիայի վերատիրացմանը եւ որի արդյունքում հետ վերադարձած Կիլիկիա հայությունը նորից բռնեց գաղթի ճամփան եւ Կիլիկիան հերթական անգամ դատարկվեց եւ դրանից հետո մինչեւ օրս էլ փաստորեն նաև Կիլիկիա հայությունը ունի այնտեղ վերադառնալու հնարավորություն եւ իրավունք։ Իհարկե վերջին տարիներին ինչ-ինչ հատուկենտ դեպքեր կան, որ օրինակ մի կին Հայաստանից մեկնել է Թուրքիա, հաստատվել է Վանում, համարում է, որ վերադարձել է իր պատմական հայրենիք, այնտեղ հիմա բնակություն է հաստատում, բայց դա եզակի դեպք է, պարզ է, որ զանգվածային վերադարձ այնտեղ չի եղել, չկա եւ տեսանելի ապագայում էլ թերևս չլինի։ Հա ցեղասպանությունը դրանով է տարբերվում գաղթի այլ տեսակներից։ Այլ գաղթի դեպքում, ասենք, գաղթականը կարող է նորից վերադառնալ իր հայրենիք, բայց ահա ցեղասպանության կամ էթնիկ զտման պայմաններում այդ վերադարձնել փաստորեն դառնում է անհնար։ Զուգահեռ անցկացնելով նաև ներկա իրականության հետ, Արցախից բռնագաղթածներն էլ այսօր զրկված են հետ վերադառնալու իրենց իրավունքից։ Հայկական հարց. երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Ցեղասպանության ժամանակ բռնագաղթի մի քանի ուղղություն է տեղի ունեցել։ Առաջի ուղղությունը կարելի է ասել դա ռուսական կայսրության կազմում գտնվող Արևելյան Հայաստանն էր։ Այստեղ հայությունը հաստատվել է ոչ թե բռնագաղթի, այլ ավելի շատ փախուստի արդյունքում, երբ որ կոտորածներից, ջարդերից մազապուրտ հայությունը ամենակարճ ճանապարհը իր համար ընտրեց դեպի Արևելյան Հայաստան եւ պետք է ասել, որ ռուսական կայսրությունն էլ այդ ժամանակ բացեց դռները եւ թույլ տվեց, որ արևմտահայ գաղթականները հաստատվեն իր տիրույթներում։ Իսկ բռնագաղթի ենթարկված հայությունը ավելի շատ տեղափոխվել է դեպի Մերձավոր Արևելքի երկրներ։ Այդ տարածքները ժամանակին եղել են Օսմանյան կայսրության մաս եւ կարելի ասել, որ ներքին տեղահանություն է ինչ որտեղ դա եղել արևմտյան Հայաստանից հայ ժողովրդին պարզապես բռնագաղթեցրել են եւ անցկացրել են, ասենք, Տերզորի անապատով, այլ անապատներով եւ տեղափոխել են ժամանակակից Լիբանան, Սիրիա, հարևան երկրներ։ Այլ հարց է, որ հետագայում, երբ որ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց առաջին համաշխարհային պատերազմում, Մերձավոր Արևելքի երկրներն էլ անկախություն ստացան, այսինքն ցեղասպանության ժամանակ դա ներքին տեղահանություն էր, բայց հետագայում այդ երկրների անկախացման արդյունքում այնտեղ հաստատված հայությունը ձևավորեց Մերձավոր Արևելքի հայկական Սփյուռքի համայնքները։ Բացի Մերձավոր Արևելքից էլի որոշ ուղղություններ եղել են, հիմնականում փախուստի արդյունքում, ոչ թե բռնագաղթի, օրինակ փախուստի արդյունքում հայերը հաստատվել են որոշ չափով նաև Պարսկաստանում, Հունաստանում, Ռուսաստանի այլ բնակավայրերում,
քան որ այն ժամանակ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի մի մաս էր, բացի Արևելյան Հայաստանից նաև Ռուսաստանի այլ շրջաններում են հաստատվել, այն ժամանակ Ուկրաինան էլ Ռուսաստանի մաս էր կազմում եւ ժամանակակից Ուկրաինայի տարածքում էլ են ցեղասպանության արդյունքում հայեր հաստատվել։ Ինչն է նաև հետաքրքիր, որ Մերձավոր Արևելքը ինչ որտեղ նաև հայության որոշ հատվածի համար եղել է ժամանակավոր հանգրվան։ Նրանք Մերձավոր Արևելքից հետագայում նաև տեղափոխվել են ավելի հեռավոր երկրներ դեպի Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դրա արդյունքում է, որ այդ Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայությունը ստվարացել է։ Եվ դրա արդյունքում է նաև, որ հայկական համայնքներ են ձևավորվել այնպիսի երկրներում, որտեղ նախկինում դրանք չեն եղել, ասենք Կանադան, Ավստրալիան, Լատինական Ամերիկայի երկրները։ Եթե որոշ քանակական համեմատական տվյալներ ներկայացնենք, դրանք ակնհայտ ցույց են տալիս, թե ինչպես է ժամանակակից Սփյուռքը ձևավորվել հենց ցեղասպանության արդյունքում։ Օրինակ, մինչև ցեղասպանությունը Լիբանանում հայության թիվը մի քանի հազարի էր հասնում, որոնք հիմնականում կենտրոնացած էին Բեյրութում, բայց ահա 20-ական թվականներին Լիբանանի հայության թիվը հասնում է մոտ 35-ից 40 հազար, այսինքն գրեթե տասնապատկվում է։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ Սփյուռքի այդ հենց ցեղասպանության հետևանք է։ Նույնը Սիրիայի հայության պարագայում մինչև ցեղասպանությունը այնտեղի հայությունը մոտ 70 հազար էր, իսկ հա 20-ականներին նրանց թվականակը արդեն 140 հազարից անցնում, այսինքն կրկնապատկվում է։ Այլ երկրների օրինակը վերցնենք, ասենք Ֆրանսիայում էլ մինչև ցեղասպանությունը հայության թվականակը քիչ է եղել, մոտ 4-5 հազար հայություն է եղել, բայց հա 20-ականներին արդեն մոտ 50 հազարի է հասնում, էլի տասնապատկվում է, իսկ հա Վահրամ Փափազյանը իր հուշերում գրում է, որ երբ որ ինքը հյուրախաղերի էր մեկնել Ֆրանսիա, դա 50-ական թվականներն էր, այնտեղ արդեն 150 հազարանոց հայություն կա, այսինքն էլի տեսնում ենք, որ մի քանի տասնյակ անգամ բազմապատկվում է հայերի թիվը։ Միացյալ Նահանգների օրինակը վերցնենք, մինչև ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին այնտեղ մոտ 20 հազար հայություն կար, բայց 20-ական թվականներին այնտեղի հայերի թվականակը հասնում է 120 հազար, 6 անգամ մեծանում է։ Այս քանակական տվյալներն էլ ակնհայտ ցույց են տալիս, որ հենց ցեղասպանության արդյունք է այսօրվա հայկական Սփյուռքի գոյությունը։ Ինչ վերաբերում է այսպես աշխարհագրության ընդլայնմանը, այստեղ երկու մակարդակ կա, ասենք միկրո եւ մակրո մակարդակ։ Միկրո մակարդակը այն է, որ տվյալ երկրում, ասենք, ձևավորվել են հայ համայնքներ, որոնք նախկինում չեն եղել։ Օրինակ Սիրիայում Ղամիշլիի հայ համայնքը մինչև ցեղասպանությունը չի եղել։ Այլ բնակավայրերում Սիրիայի հայ համայնքներ եղել են, բայց կոնկրետ, ասենք, Ղամիշլիի համայնքը հենց ցեղասպանությունից հետո է եղել, այսինքն ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն առկա համայնքների քանակական աճին, այլ նաև նոր համայնքների ձևավորմանը։ Սա միկրո մակարդակում, այսպես ասած, իսկ մակրո մակարդակը այն է, որ արդեն առանձին երկրներում են ձևավորվել հայ համայնքներ, որոնք մինչև այդ չեն եղել։ Արդեն հիշատակածս երկրներն են դրանք՝ Կանադա, Ավստրալիա, Լատինական Ամերիկայի երկրներ։ Ցեղասպանությունը եւ արևմտահայերի տարագրումը թեմային անդրադարձավ սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։ Ավարտվեց հայկական հարց հաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։ Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։